Բարև ձեզ, սա Top տեսն է, որ շաբաթվա կարևոր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի և մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ։ Ինչից սկսվեց և ուր հասավ, մենք դες կպատմենք առանց ավելորդ խմբագրման ու մեկնաբանության։ Շաբաթվա քվեարկությունը Լեռնային Ղարաբաղն ունի նոր սահմանադրություն և նոր պաշտոնական անվանում՝ Արցախ։ Անցած շաբաթ տեղի ունեցած քվեարկությանը կողմեր ընտրողների ավելի քան 87%-ը։ Իդեպ քվեարկության արցախցիները գնում էին բարձր տրամադրությամբ ու զուռնա-դհոլով։ Նման մի տեսանյութ հրապարակելով Արցախի վարչապետի օգնական Արտակ Բեգլարյանը գրել էր. «Հարցն ու փեսան էին պակասում»։ Շաբաթվա հստակեցումը պաշտպանության նախարարը նշել է, թե որ դեպքում Հայաստանը կօգտագործի Իսկանդերը։ ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Վիգեն Սարգսյանը հստակեցրել է, կախված իրավիճակի զարգացումից, քանի որ Իսկանդերն այնպիսի զենք է, որը պետք է որոշումներ կայացնելիս սթափեցնի ցանկացած տաքացած գլուխ։ Շաբաթվա կոչը վարչապետի կողմից էր։ Նա բոլորին հորդորում էր իրենց տներում և բիզնեսներում տեղադրել արևային վահանակներ։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է, գրել էր Կարեն Կարապետյանը Facebook-յան իր էջում։ Շաբաթվա ահազանգը Ախալքալաքում վաճառվում է կոշիկ ներբարիտակ տիպիկ հայկական խաչի պատկերով։ Կոշիկները Վրաստան են ներմուծել թուրք առևտրականները։ Նման ահազանգ հնչեցրեց Արտյուշ Գրիգորյանն ու ավելացրեց, որ սա բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Շաբաթվա բողոքը։ Ով է Մատենադարանի լուսավորման պատասխանատուն, հարցրեց Facebook-յան օգտատեր Զաքար Խոջաբաղյանը, ով նկատել էր, թե ինչպես է տարածքն ընդհանուր առմամբ լուսավորված և միայն Մաշտոցի արձանը լուսավորությունից դուրս թողնված։ Մաշտոցի, ով վերադարձրեց լույսը մի ամբողջ ազգի, գրեց նա ու պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա։ Շաբաթվա ոգևորությունը, իսկ մենք կգնանք Հայաստանով, այս խոսքերն է ասել ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը։ Հենքսը Ինֆերնո ֆիլմում պրոֆեսոր Լենգդոնի դերում սա ասելով նկատի է ունենում Ֆլորենցիայի Պալացցո Վեկյո թանգարանում ցուցադրված 16-րդ դարի Հայաստանի եզակի քարտեզի հետևում գտնվող գաղտնի տիրույթը։ Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է ամերիկացի հայտնի գրող Դեն Բրաունի նույնանուն վեպի հիման վրա։ Այս տեսանյութն անցած շաբաթ դարձել էր հիթ հայ օգտատերերի շրջանում։ Շաբաթվա զվարճալի տեսանյութը համացանցում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ հայ քաղաքական գործիչները խոսում էին հոլիվուդյան բլոկբասթերների հերոսների ձայներով։ Համացանցի օգտատերերը կարծիք հայտնեցին, որ ձայնային հմուտ մոնտաժը կերպարներին համընկնում է ոչ միայն իմաստով, այլ նաև արտասանության երանգով։ Не договаривай, я за. Правда? Вот так просто? Да, Мне нужны друзья. Здорово. Շաբաթվա լուսանկարը պատգամավոր Էդմոն Մարուքյանը հրապարակել է Սևանում արված մի լուսանկար։ Նա հետևյալ կերպ է այն մակագրել. շատ ցուրտը ստիպել է Սևանի ձուկ վաճառողներին նման կրեատիվ լուծումներ գտնել։ Ահա այս մանեկենն ազդարարում է լավ, թարմ ձուկ ունենալու մասին։ Շաբաթվա զարմանքը վարչապետը տուրիզմի բնագավառի զարգացմանն ուղղված հարցեր ու խնդիրներ է քննարկել ոլորտի ներկայացուցիչների հետ։ Կարեն Կարապետյանը կարծիք է հայտնել, որ զբոսաշրջությունն ակտիվացնելու համար պետք է օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները։ Սոցիալական ցանցերը, այլ մեթոդներ չկա, որ մի քիչ մենք խելոք գտնենք։ Դրա ոտներս էլ, լոնքերս էլ գցենք ըստ փոլ։ Շաբաթվա հումորը, սկանդալ, ասում են Ադրբեջանի նախագահը փոխնախագահի հետ արտամուսնական կապի մեջ է։ Սա գրել էր Հակոբ Հակոբյանը Facebook-յան իր էջում։ Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել կնոջը Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահը նշանակելու մասին։ Շաբաթվա զայրույթն ու հերքումը օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի խոսքերը բուռն արձագանք էին գտել հայ հանրության մեջ։ Ըստ տարածված տեղեկատվության Էքսպրես գազետայի հետ զրույցում Յանա Եգորյանը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին նշել էր, թե թքած ունի այն փաստի վրա, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի։ Ավելի ուշ նա հերքել է, թե նման արտահայտություն է արել իր հարցազրույցում։ Շաբաթվա մրցանակը Ատոմ Էգոյանը ստացել է Կանադայի պետական բարձրագույն պարգևը։ Համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորը մրցանակը ստացել է կինոյի, թատրոնի, օպերայի և կրթական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար։ Կանադահայ ռեժիսորը նաև Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, արժանացել է ոսկե ծիրանի գլխավոր մրցանակին։
Շաբաթվա բարեգործը երթուղայինի վարորդ Հովսեփ Քոչոյանն, ով 90-ականներից արտագաղթել է Վոլգոգրադ, դարձել է տարածաշրջանի ամենասիրված ու հարգված մարդկանցից մեկը։ Նա զեղչեր է սահմանել ուղևորների համար, ովքեր երթուղային տաքսի նստելուց պարզապես բարևում են։ Բացի այդ, հայ վարորդը ուղևորներին կարկանդակ է հյուրասիրում, իսկ ուսանողներից, հղիներից ու զինվորականներից ընդհանրապես գումար չի վերցնում։ Շաբաթվա ելույթը Ռոման Խալաֆյանն iPhone-ի ֆոկուսով ապշեցրել է ռուսական առաջին ալիքով հեռարձակվող Մինուտա Սլավի հաղորդման ժյուրիին եւ հանդիսատեսին։ Տաղանդավոր իլյուզիոնիստն ու աճպարերը մանրամասնել է, որ ցուցադրում է տարիներ շարունակ մշակված սնարքներ կապված ձեռքերի ճարպկության հետ։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա մի քանի ուշագրավ մտքեր ու դեպքեր լուսագրերով ու առանց մեկնաբանության։ Ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ եւ որսից հետո։ Իհարկե կլսեք խոստումներ, որոնք երբեք չեն իրականանալ։ Երևանի կոնկրետ հիմնարկի տնօրենը ըստ ահազանգի հրահանգել է հիմնարկի աշխատողներին, որ գյուղերից բարեկամների բերեն եւ իրենց տներում գրանց։ Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ընտրություններով սկսում ամեն ինչ։ Ժողովրդին չխաղացնել, իրար դեմ չլարել, չթշնամացնել միմյանց նկատմամբ։ Իսկ թշնամացնողները այն էլեմենտներն են, որոնք արժի ծառայություն են ուզում մոտոցել։ Հա մի հեղինակություն ես եմ, իմ անունը գրեք առաջինը։ Ալիկ Սարգսյան, հեղինակություն։ Ես ունեմ մեկ գերխնդիր, գերնպատակ իմ կուսակցության համար համապատասխան ձայներ ապահովելն է։ Ուրիշ խնդիր ես չունեմ։ Այդ գործում որևիցե մեկ ինձ խանգարել չի կարող։ Տրոլեյբուսը գնում է իշխանության գնացքը գնում է, կարևոր չի, դու պետք է մտնես այդ գնացքի մեջ։ Մորեխի նման թռնում են տեղից տեղ, մենակ հայտնվեն այդ աթոռի վրա։ Ամբողջ այսպես քաղաքական դաշտը զբաղված է մեգմունությամբ։ Իսկ Ռաֆի Հովհաննիսյանի հետ քննարկել եք կուսակցությունից դուրս գալու ձեր այս որոշումը։ Այսինքն գիտեր, որ դուք լքելու եք կուսակցությունը։ Այո, գիտեր։ Այո, գիտեր։ Եվ ինչ ասաց։ Կորցրեց։ Առանց ափսոսանքի։ Կարծում եմ այո։ Նախ տղամարդը ամոթ է, որ խանդի տեսարան սարքի, խանդը ընդհանրապես կնոջ հատկանիշներից է։ Իսկ եթե կսարքեն, թող սարքեն, հիմա ես ինչ անեմ։ Հարաբերությունների սրում չի լինի։ Իհարկե ոչ։ Խիպտիլնի։ Դու կնեցեք նայում, ոնց որ այս ազգային ժողովը սրտի փոխանակման ներարկման ինստիտուտը լինի։ Սա սրա հետ ինչ-որ մի բան է արել, ուրեմն նրանք սրանց հետ ինչ-որ հարաբերություններ ունեն։ No comment. Շաբաթվա հայամետը հեռավոր Սիբիրում Ելենա Չիկմենյովան ինքնուրույն հայերեն է սովորում։ Նա ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը, հաճախում է հայկական կենտրոն, Կիրակնորյա դպրոց, Կոմիտաս է լսում, Թումանյան ու Սևակ կարդում։ Պարզվում է, որ առաջին դասը հայերենից նա վերցրել է 14 տարեկանում հայ ընկերուհուց, որն ավելի ուշ վերադարձել է Հայաստան, իսկ Ելենան այնքան է հավանել մեր լեզուն, որ շարունակել է ինքնուրույն սովորել։ Շաբաթվա պարգևատրումը Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության 25-ամյակին նվիրված միջոցառմանը կրթության եւ գիտության նախարարը պարգևատրումներ է կատարել։ Բարձր գնահատելով հանրակրթության ոլորտի բարեփոխման գործում կազմակերպության ունեցած ներդրումը եւ կարեւորելով վերջինիս կողմից իրականացրած ծրագրերի դերը, կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանին եւ ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանին կրթության եւ գիտության նախարարը պարգևատրել է ոսկե հուշամեդալով։ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Արմինե Հովհաննիսյանն անկախության ձեռքբերման առաջին օրերից նվիրվել է մեր կրթական համակարգին եւ ոլորտի զարգացման ուղղությամբ շարունակաբար աշխատում է։ Ինչ փոքրիկ գաղտնիք բացել, որովհետեւ երբ որ նախարար չի լինում եւ փողոցում իրար հանդիպում են, ես միշտ իրան ասում եմ, երբ ես նորից նախարար գալիս, որ լավ աշխատենք։ Շնորհակալություն։ Շաբաթվա նամակը Թուրքիայի հայերի կողմից էր ուղղված ամենայն հայոց կաթողիկոսին։ Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններից առաջ, որպեսզի դրանք անցկացվեն արդար եւ թափանցիկ, Թուրքիայի հայերը Գարեգին II-ից խնդրում են խորհուրդ տալ Արամ Աթեշյան սրբազանին մի կողմ թողնել անձնական կրքերը եւ հրաժարվել փոխանորդի պաշտոնից, իսկ հոգեվորականներին առաջարկել ընտրել անկողմնակալ տեղապահ։ Շաբաթվա նախաձեռնությունը Զարուհի Փոստանջյանի կողմից էր։ Վերջինս շրջանառության մեջ է դրել 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման ու չճանաչման մասին օրենքի նախագիծը։ Հայ ժողովրդի ու Հայաստանի վզին փաթաթված այդ որոշումների վերանայումը մնում է որպես հայ ժողովրդի արդարացի պահանջ, հայտարարեց Զարուհի Փոստանջյանը, ով ի դեպ անցած շաբաթ դուրս եկավ Ժառանգություն կուսակցությունից։
Շաբաթվա հիշողությունը Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում արխիվային տեսանյութ հրապարակեց։ Վերջինս գրեց հետևյալը. Գիտեք, ամբողջ կյանքում դեպուտատ ենք եղել, կոշում գիտեք ինչ գործեր էինք անում։ Դատարան չի։ Այս պահին Կխնդրում եմ այս պահին ասեք, թող այդ կալաշնիկովի ավտոմատները այո, ինձ վերահսկում։ Շաբաթվա դուետը post-factum հաղորդման ժամանակ Պարուհիր Հայրիկյանն իր երգերից մեկը կատարել է Իրինա Զաքյանի հետ։ Ավելի վաղ ԱԻ-մ առաջնորդն այս ստեղծագործությունը հնչեցրել էր Սահմանադրության ընդունման 17-ամյակին նվիրված համերգին, որը կրում էր ճանապարհի երգեր խորագիրը։ Շաբաթվա անոնսը ռուսական առաջին ալիքի ամենահայտնի հաղորդումներից մեկը Պրոժեկտոր Պերիս Խիլթոնը վերադառնում է եթեր։ 5 տարի առաջ հաղորդումը փակելու որոշումը պայմանավորված էր երկու հաղորդավարների Սերգեյ Սվետլակովի եւ Գարիկ Մարտիրոսյանի TNT տեղափոխվելու հետ։ Հիշեցնենք, որ ժամանակին կար նաև Պրոժեկտոր Պերիս Խիլթոնի հայկական տարբերակը, որն ինչպես միշտ աչքի էր ընկնում խայտառակ նմանակմամբ, ինտերիերի եւ հաղորդման ֆորմատի ոչ մի տարբերություն։ Եվ կրկին շաբաթվա ուշագրավ մտքերից ու դեպքերից, որոնք Top Test-ը ներկայացնում է առանց մեկնաբանության։ Գորբաչովի անունը ո՞նց էր։ Միխայել Գորբաչովը 1900 Միխայել Գորբաչովը։ Ներողություն։ Փորձեք ներգրավել ոչ միայն մենակ երիտասարդների, նաև փորձ ունեցող մարդկանց, բայց մարդկանց, ովքեր հոգնած չեն, կամ ինչպես վարչապետն ասում առանց դրայվի։ Նախքին տուգանքների վրա երբ 50% ավելացում էր, դա նվազեցվում է 2 անգամ, 25% է դառնում։ Նվազեցնում ենք, թե հանում ենք։ Մենք նվազեցնում ենք 2 անգամ։ Թե հանում ենք։ Այս մեր քաղաքացիներին է դա հետաքրքրում, որ դուք տուգանքները հանում եք։ Չէ, տուգանքների տույժերը։ Վրայի եկած տույժերը 2 անգամ նվազեցվում են։ Նա 2 անգամ նվազեցնում եք, թե հանում եք։ Հանում ենք։ Ոնց որ սրտով չեք հանում։ Երեք շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես այս թեման դարավ սենց զինվորից ծխախոտ խլելու կամ այդ գումարը այլ նպատակներին ուղղելու եւ այլնի թեմա, իհարկե այդպիսի բան գոյություն չունի։ Դրա համար եք տենց մանրամասն մեզ պատմում։ Տիկմալյան 4-ից 16-ը 11 տարի անցել 2006 թվականից քանդվել է։ Մինչև այժմ ոչ մարդկանց հողակտորի գումարն են տալիս, ոչ մարդկանց բնակարաններ են տալի։ Այսինքն ամեն հիշապտի գալիս է։ Հա, մեր աշխատատեղն է ստեղ դարել աղջիկ ջան։ Բողոքեն, ասեն, հայհոյեն, ինչ ուզում ես ասեն, իրանք հեշտ մեկներ չի։ Ժողովուրդը մեր չի աշխատում մեր երկիրը շինելու վրա։ Մեր երկիրը շինում են մի քանի օլիգարխ։ Իրանց շինածնել տեսնում ենք։ Շաբաթվա տեսահոլովակը երգչուհի Սիրուշոն ներկայացրել է իր սպասված տեսահոլովակը, որի նկարահանումները կատարվել են նաև պատմական Անի քաղաքում։ Սիրուշոնն ու նրա թիմը մի քանի անգամ փորձել են թուրքական իշխանության հետ կապ հաստատել, որպեսզի նկարահանեն նախորդ տեսահոլովակները, սակայն ամեն անգամ մերժվել են, եւ միայն երրորդ փորձից է նրա երազանքն իրականացել, չնայած նկարահանումներն ընթացել են թուրք սահմանապահների խիստ վերահսկողության ներքո։ Շաբաթվա երգը Սևակ Խանաղյանի երկրորդ համերգը Երևանում Արամ Խաչատրյանի համերգասրահում էր։ Երգիչն այս անգամ Հայաստան է ժամանել իր բենդով, իսկ համերգի անակնկալներից մեկն էլ երգչուհի Գայա Արզումանյանի հետ դուետն էր, որը մեծ հավանության արժանացավ հանդիսատեսի կողմից։ Երգը կոչվում էր «Դու հավերժ ապրիր, հայերի երկիր, Արցախ»։ Շաբաթվա երաժշտական նախագիծը ավանդական երգերը ոչ ավանդական կատարումներով։ Վահագն Հայրապետյան տրիոն եւ Հովեր պետական կամերային երգչախումբը ներկայացրել են ապարանի տարածաշրջանի ժողովրդական եւ ազգագրական երգերից ժամանակակից մշակումներով։ Շաբաթվա ելույթը Երևանի բժշկական համալսարանի տղաների, ուրախների եւ հնարամիտների թիմը ստացել է Մոսկվայի եւ Մերձմոսկովյան լիգայում հանդես գալու հրավեր այն բանից հետո, երբ հաջող է ելույթ ունեցել Սոչիի ամենամյա փառատոնին։ Նշենք, որ մասնակից մոտ 600 թիմերից միայն 20%-ին է հնարավորություն տրվել մասնակցել Մոսկովյան լիգաներում։ Շաբաթվա մասնակցությունը ռուսական առաջին ալիքով կրկին մեկնարկել է Գոլս Տիեծի նախագիծը։
Նախագծի նախընտրական փուլին մասնակցել եւ հաջորդ կույր լսումների փուլ են անցել մի շարք հայ երեխաներ։ Նրանցից առաջինը Արտյոմ Սեյրանյանն է, ով իր ելույթով պարզապես հիացրել է մարզիչներին։ Շաբաթվա բաղադրատոմսը, ինչպես պատրաստել տապակած պաղպաղակ։ Շարունակում են կարճ եւ պարբերաբար ներկայացնել քիթչուբն ու ասեկոսեյեմը, իսկ ավելի մանրամասն ինչպես այս, այնպես էլ մյուս բաղադրատոմսերի մասին կարող եք ծանոթանալ քիթչուբի YouTube-յան էջում։ Շաբաթվա մարզական հաջողությունը։ Սոֆիայում կայացած Եվրոպայի կարատեի մինչև 21 տարեկանների առաջնությունում 15-ամյա Դավիթ Մակյանը չնայած առաջին մարտում պարտվել է թուրք մարզիկին, սակայն հետո հաղթել է բոլոր սփոփիչ մրցամարտերը եւ զբաղեցրել 3-րդ տեղը։ Շաբաթվա բացահայտումը Գրեմի մրցանակաբաշխության ժամանակ երգչուհի Բիյոնսեի հետ պարողները հանդես է եկել Մարիաննա Հարությունյանի պատրաստած մետաղյա պսակներով։ Պարզվում է, որ հայուհու հեղինակած զարդերը կրում են համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Շերը, Շակիրան, Լեդի Գագան եւ այլոք։ Մարիաննան այժմ 2 խանութ ունի Լոս Անջելեսի կենտրոնում։ Մարիաննան արդեն ունի նաեւ հայկական թեմայով ստեղծված հավաքածու, հայկական դրոշի գույներով խաչեր, ականջողեր եւ այլ զարդեր։ Շաբաթվա մրցանակը։ Մեքսիկացի կենսաբան եւ բնապահպան ազգությամբ հայ Խոսե Սարուխանին շնորհվել է բնապահպանության ոլորտում ԱՄՆ ամենահեղինակավոր Թայլեր մրցանակը։ Շաբաթվա մտահոգիչ լուրը Նարինե Մանուկյանն անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում։ Նրանք բնակվում են տնակում, այն էլ վարձակալական հիմունքներով։ Ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի, երեխաների հոգսը թողնելով կնոջ ուսերին։ Շաբաթվա օգնության կանչը 8-ամյա Էլենի մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել։ Էլենն օգնության կարիք ունի։ Բժիշկների խոսքով ամեն օրը չափազանց կարևոր է երեխայի համար։ Ընտանիքի հետ կապ հաստատել կարող եք զանգահարելով երեխայի հորը Խաչատուրին 091 կամ 093 306402 հեռախոսահամարով կամ ընտանիքի բարեկամ Արթուր Սարգսյանին 093 22 24 41 հեռախոսահամարով։ Շաբաթվա սենսացիան ՆԱՍԱ-ն հայտնաբերել է բնակության համար պիտանելի 3 մոլորակ։ Դրանք երկիր մոլորակից 40 լուսային տարի հեռավորության վրա են գտնվում ջրհոսի համաստեղությունում։ Դեպի այնտեղ լույսի արագությամբ թռիչքը կարող է մոտ 39 տարի տևել։ Եվ շաբաթվա լուսանկարները։ Դրանք այս անգամ տիեզերքից են եւ հրապարակվել են ՆԱՍԱ-ի կողմից, ներկայացնելով երկիր մոլորակի լուսանկարները հազարավոր կիլոմետր բարձրությունից։ Սա թոփ տեսներ, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, իսկ ինչ դուրս մնաց մեր դիտակետից կներկայացնենք հաջորդ հաղորդման ընթացքում։ Ես Անի Հարությունյանն եմ, կհանդիպենք։